Անպայման փոխություն լինի։ Կարծում եմ պետք է որ փոխվի։ Թուրքացմանը դեմ ենք։ Փոփոխությունը կլինի Ազիջան։ Չգիտեմ, իմ սիրտս վկայում է։ Ես գիտեմ, որ լավ կլինի, որ որ ժողովուրդը ուզում է նա լինի, ով որ արժանի է, որ Հայաստանը պահի, ոչ թե դառնանք Ալիևի ստրուկը։ 19 Մեծ հույսեր են կապում այս մարդիկ ընտրատարածքային հանձնաժողովներում քվեների վերահաշվարկի հետ։ 19 քվեաթերթիկ Համոզված են շատերը, որ մեծ թվով խախտումներ են եղել։ Ուրբաթ քվեարկության ամբողջական պատկերը ստանալուց հետո էական փոփոխության են սպասում։ Լրիվ խախտումներ ա եղել, դուք եք գիտեք, ես եք գիտեմ։ Լրիվ խախտված է։ Ինչքան կուսակցություններ մասնակցել են, նրանց թղթերը լցրել են ԿՊ-ի վրա։ Նա ընտրված չի, ոչ մեկ իրան չի ընտրել։ Եթե ընտրել է, մենակ իր աշխատանքային ռեսուրսը ընդհանրապես։ Մեր ձայները գողացել են, կարծում են քաղաքացիներից շատերը։ Ասում են, եղել են դեպքեր, երբ ընդդիմության ձայներն իշխող ուժին է վերագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Սա գողություն է։ Գողացողներին պետքա դատեն։ Այո, ձայները գողանալը մի հատ ամբողջ աշխարհում տենց բան երևի չի եղել։ Չգիտեմ, ես չեմ լսել, չեմ տեսել։ Ոչ կարելի Ազիջան սենց։ Ահա որ բան, այսքան տարի բոլոր ընտրությունները եղել է, սենց հիմարություն չի եղել, ամոթ իրանց։ Ոմանք հուսահատված են, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Տեսել են, թե ինչպես են ոստիկանները հենց ընտրության օրը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձեռքերը ոլորելով բերման ենթարկում։ Այդ ղեկավարը պետք է ինքը օրենքով հրաժարական տար, ինքը վարչապետ չլներ, իր պաշտոնը չչարաշահեր, սրան բռներ, նրան բռներ, այս կարգադրեր, այն կարգադրեր։ Հիմա ամեն ինչ անկախատեսելի է։ Ոչ մեկը չի կարող ասել։ Օդից կախված ենք։ Շատերն ասում են, հունիսի 7-ին ընտրատեղամաս ենք գնացել նվաստացումն ու խղճությունը մերժելու, արժանապատվությունը վերագտնելու հույսով։ Մտավախություն ունեն, որ եթե փոփոխություն չլինի, այս իշխանությունը բարեկամներին վերջնականապես մեծ թշնամի կդարձնի։ Տարակուսում եմ մի տեսակ երկու թշնամիների վրա, երրորդն էլ ուզում եք, որ սարքեք, Ռուսաստանն էլ թշնամի դառնա, այսինքն 3 հատ թշնամի ունենք, ինչ երկիր է դառնալու, չգիտեմ։ Եթե փոփոխություն չլինի, մենք, չգիտեմ, Թուրքի լծի տակ ենք ապրելու։ Որտեւ արդեն Թուրքը լավ էլ ուրախանում է։ Ես ծնվել եմ այս երկրում, այս հողի վրա, ջրի վրա, ես ոնց կարելի է չեմ հասկանում, տալ ինչ որ մի հատ թշնամուն։ Ոմանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած նախնական արդյունքը գոհացնում է, վերահաշվարկի իմաստը չեն հասկանում։ Ես ասում չեմ հավատում, բայց այ հնիվա իշխանություններին հավատում եմ։ Ոնց կա թող տենց էլ մնա, ոչ մի արդյունքել փոփոխություն չենք ուզում։ Ոչ մի փոփոխություն էլ չի լինի։ Ես շատ ուրախ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է։ Փաշինյանը հեշտությամբ չի զիջի աթոռը, կարծում են մարդիկ, պատահական չեն համարում, որ հաղթանակի մասին հայտարարեց, երբ ընդամենը քվեարկության նախնական արդյունքների 20%-ներ հաշվարկված։ Ոմանց կարծիքով վերահաշվարկի արդյունքում գուցե ձայների որոշակի փոփոխություն լինի, ոչ ավելին։ Միգուցե բարգավաճը մտնի խորհրդարան, թե չէ ուրիշ ինչ փոփոխություն, ոչ մի։ Դե ընտրվել է, ոնց է ընտրվել, այդ Աստված գիտի, բայց ընտրվել է։ Շատ մի քանի ձայն էս կողմ են կողմ, բայց մեծ գլոբալ փոփոխությունների չեմ սպասում ես։ Դեռ ոչ մի ուժ Հայաստանում երրորդ անգամ իշխանություն չի ձևավորել, նկատում են շատերը։ Տարակուսում, որ ժողովրդավարության փողի տակ Հայաստանում բռնատիրական բարքերն են ամրանում, իսկ հայ ազգին թրքացման են տանում։ Ուզում եմ ունենալ ապահով հայրենիք, առանց Թուրքի հայրենիք։ Ես որ նայում եմ այդ Հայաստանի քարտեզին, ինֆարկտ ինձ խփում է։ Ես չեմ ուզում նույնիսկ նայեմ այդ քարտեզին, այդ Հայաստանը չի։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։